Ողջույն բոլոր նրանց, ովքեր հունիսի վերջին օրով միացել են Ar-Music Radio-ին, սա դեմդիմաց հանդիպումն է, Ռաֆայելը եւ Դերենիկը ձեզ հետ են, օրը 3 շաբթի, հունիսի 30, բարձր տրամադրություն եւ օլալա, մենք եկանք ողջունելու ձեզ, Դերենիկ, բարի օր։ Բարի լույս բոլորին, բարի լույս շաբթի, դե հունիսը եւս բարի լույս ավարտում ենք, ինչով կհիշվի 2026 թվականի հունիսը։ Հունիս ամիսը։ Ինչով կհիշվի, տեսնես, չէ՞, ինչով։ Ասեմ ինչով կհիշվի։ Ընտրություններով։ Երևի առաջինը բանով այդ ուկրաինական դրոնների հաջողությամբ, որ Բա մեր ընտրությունը չի հիշվի, Հայաստանի բազմաչափ ընտրությունը։ Այս ամսին էր։ Հունիսի 7-ը։ Այդ ծնա անցյալ տարելին է արդեն այս տպավորությունը։ Այդ է դրոնները, օքեյ, էլ ինչ կա, էլ ինչ։ Ամսի 4-ին է, չէ՞, վերջնաժամկետը Սահմանադրական դատարանի։ Այսօր էլի հակաճառումներ, բաներ, ինչ ասես այսօր տեսանք, հա, ոնց որ վերջինն է, սպասենք, բայց այսօր խոսեց Սամվել Կարապետյանը մի քանի անգամ, ասում արդեն գցին ոդներին, այ մարդ, այս ինչ խոսալու ձև է, ինչն են ոդերին գցե, ինչն է, մի քիչ ավելի հստակ եթե կարելի է, էլի։ Մի քանի բաներ ասում, նա ինչ է ասում, օրինակ մի քիչ էլ գաստա Վարդևանյանը կարող է Սահմանադրական դատարանում որոշում արձակի, որ ես եմ վարչապետը։ Այս մասին լրագրողների զրույցում ասել է Սամվել Կարապետյանը։ Իսկ ինչ գիտեք, որ չի ստացվել վարչապետ դառնալը։ Գուցե ՍԴ-ն հուլիսի 4-ին որոշում է, որ ես եմ վարչապետը։ Ու վերջում գրել են կատակել է Կարապետյան։ Ախր դուք այս որ սենց գրում են կատակել է, թե բան, ինչ գիտեք կատակելա։ Ոնց եք հիմա, կարող է լրիվ լուրջ ասում այդ մարդը, որը ավելի հավանական է, ասենք, այս դեպքում, քան թե որ կատակել է։ Լավ կատակա, մի բան էլ էր ասել։ Այդ ոդներին գցելու պատմությունը երևի։ Չէ՞, Մի րոպե։ Մեզ ընտրողների 40%-ը դեռ էմոցիաների տակ է։ Ինչ էմոցիաներ շա։ Չգիտեմ։ Դրանք ցանկանում են չվերցնենք մանդատը։ 60% ասում է վերցրեք, սա ասում է այդպես Սամվել Կարապետյանը։ Որոշումը մենք կայացնելու ենք, մենք ի վիճակի ենք մեր ճիշտ որոշումը կայացնել, ասել են նա։ Ուրախ կլինենք միայն։ Ինչ ուզում եք կայացրեք, Ժողովուրդ ջան, կայացեք, տեսնենք ինչ է լինում, այս վիճակներն էլ թող մի փոքր թոթափվի, մենք էլ ազատ շունչ քաշենք։ Ով է Հայաստանում այս ժամերին տեսանք անգամ մեքենայի կորտեժը հրապարակով սլանում էր, ուրեմն Վրաստանի ներքին գործերի նախարարը Սուլխան Թամազաշվիլին ընդունեց Փաշինյանը, Արփինե Սարգսյանը, Օզանուններն էլ մերոնցից բետար են այո։ Թամազաշվիլի, Չավաձե, Մարշավաշվիլի, Կիկաբիձե։ Հայաստանի եւ Վրաստանի ներքին գործերի նախարարները ծաղիկներ են խոնարել հանուն հայրենիքի եւ ծառայողական պարտականություն կատարելի զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ Պաշտոնական հանդիպմանը ներքին գործերի նախարար Սարգսյանը շնորհավորել է Թամազաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթելով արդյունավետ գործունեություն։ Այո։ Թամազաշվիլին ի նշան բարեկամության Արփինե Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակությանը հրավիրել է Վրաստան փոխադարձայցով ընդգծելով երկկողմ շփումների կարևորությունը։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության լայն շրջանակներ։ Դե լավ են արել, բարով եք եկել պարոն Թամազաշվիլի։ Բայց մենք երբեք Վրաստանի հետ նման հարաբերություններ չենք ունեցել, ոնց որ հիմա։ Դե տարածաշրջանում վիճակը ոնց որ կանոնավորվում է, գուցե եւ դա նպաստում է բոլոր կողմերով, բոլոր վեկտորներով հարաբերությունների լավարկմանը։ Օրինակ այսօր ասուլիստներ առողջապահության նախարարի Տիկին Ավանեսյանն ասաց, որ հաշվետվորից Ստամբուլ է մեկնելու, մասնակցելու տարածաշրջանի առողջապահության նախարարության այդ ինչ-որ սեմինարը քննարկում է եւ այլն, որի իդեպ թեման է շատ հետաքրքիր, տարերային աղետների եւ երկրաշարժների հետևանքով եթե Աստված մի արասեբան լինի առողջապահության նախարարությունները, որովհետեւ երկրաշարժը որ տարածաշրջանում եղավ հերուտոնից տեղից,
Դրա համար ընկերներ, մի քիչ ուրիշ տեսանկյունից նայեք էլի այս հարցերին, բոլորովին այլ դիտանկյունից եւ վստահ եմ շատ ավելի հանգիստ կլինեք, շատ ավելի միտքներդ եւս բարձ կլինեն։ Բայց այս ընտրություններից հետո վարկանիշը Հայաստանի ոնց բարձրացավ, չէ՞։ Թե հարևան երկրների մոտ, թե եվրոպական երկրների մոտ, այդ բանը զգացվում է, էլի, որ արդեն այլ կերպ են մեզ, ոնց որ ասեն, այ հալալաձես, որ դու կարողացաք դիմակայել այդ հսկա Ռուսաստանին։ Այդ հարևանների մոտ այդ հալալը մի քիչ այդքան էլ ոնց որ չի, որովհետև 4 կողմը բռնապետություն է ոնց նայում ենք հարևանների։ Ես վստահ եմ, որ ես կարող եմ Վրաստանի մասին ասել, վստահ եմ, որ իրենք էլ են ժողովուրդը ուզում է ազատվի Ռուսաստանի լծից, ուզում է, բայց չկարողացավ։ Շատ բլոգերներ բացեբաց արտահայտվում են դրա մասին, մալացի Արմենիայի բան հետ չդնեք, մեր սխալը չկրկնեք եւ դա հետարքիր ոգևորիչ է։ Ու բացի զգում ես էլի, որ իրանք հետո այմար դրանք ազատասեր ժողովուրդ են Վրաստանը։ Ես զարմացա ճիշտն ասած էլի, որ նման բան, ինչ լավ էր Եվրոմիության հետ հարաբերությունները, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, զորավարժություններ էին մասնակցում։ Դե տեսակ Վրաստանը կենտրոնն էր դարձել իրանց։ Ու հետո տենց մի անգամից ինչ է։ Դից էլ չհասկացանք։ Փաշինյանն էլ գնում է Թեհրան Խամենեին Մարդացի զարմացա ճիշտն ասած հարգավորելու, հա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Նա ուրեմն տեղեկացրել է Իրանի խորհրդարանի հայազգի падգամավոր Արա Շահվերդյանը։ Նրա խոսքով Հայաստանի վարչապետի այցի մասին պայմանավորություն ձեռք է բերվել Իրանի փոխնախագահ Հայաստանի այցի ընթացքում եւ այլն։ Փուր Մոհամմադի եւ Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն հայտնել մասնակցել հեղափոխության սպանված առաջնորդի հուղարկավորությանը։ Բայց հետարքիր է, նրանք ընդհանրապես երկրորդ օրը պիտի հաջորդ օրը պիտի թաղեն այդ մուսուլմանական բանով։ Գիշերը պատտվի, հա, պիտի ինչ որ տենց։ Հա, որտեղ դե շոկ երկրներ են այն ժամանակ էլ ինչ էր բժշկությունը շատ դժվար էր դիակը պահելը, բայց այս երևի պաշտոնական պատվիրակությունը հրաժեշտը բանը երևի սպասում էին հարաբերական։ Ես հիշում եմ, հա, չէ, վախենում էին, որ ասեն, դե պիտի բոլորը հավաքվեն, չէ։ Ասում են, որ բոլորը հավաքվեն, խփեն հենց մի անգամից արդեն չեղած տեղից էլ բան, արդեն տեղից էլ բան չկա։ Իդեպ այս Իրանի թեման շարունակելով, դե Քաթարում չէ՞ պիտի հանդիպեն, խոսեն եւ այլն, Ամերիկան ասում է պայմանավորվել ենք, պիտի գնանք, Իրանը բա չէ, այսօր պարոն Բաղեին ասում է, չէ, մենք պատվիրակությունը Դոհայում բանակցելու է ոչ թե ԱՄՆ-ի, այլ Կատարի հետ։ Այ եղբայր, այ մանդ գնալու եք ասեք գնա, որովհետև ինչ էր տարածում, ինչև այսօրը Տրամպեն դուրս եկան ասեցին գնում է բանակցության, իրանք ասին, չէ, բանակցություն չկա։ Բա խառնվեցին իրար, բան, բանակցություն չկա, Ամերիկայի հետ չենք բանակցելու Կատարի հետ։ Ուղիղ բանակցություն չկա Կատարի հետ։ Դե պատկերացրեք դա ինչքան է գործը առողջություն դժվարացնում։ Առանց են էլ դժվար բաներ են էլի, այդ հարաբերություններ են։ Հիմա էլ ինչ որ մի ուրիշ երկրի դու պետք է իրան ասես, ինքը նրան պետք է ասի, այն հետ պատասխան բերի, դու պետք է այս ինձ մանկական բան է թվում, այսինքն մեծեր հետ սեղան չենք ուզում նստել տարբերակն, ուրիշ բան չկա սրա տակնվա։ Էս է ուղղակի վիրավորված է։ Հին ժողովուրդների մոտ էս ադատները բաները շատ ուրիշ ձև է, չէ, ավելի sense բյուրոկրատիկ են մի տեսակ։ Բա հետո այդ ախր իրանց ժողովրդի մոտ բանն են տես մենք չենք նստի դրանց հետ սեղան չենք քանի ես քանի են եւ այլն եւ արանքում չգիտեմ ուրեմն այմար տեսեք հլա Խամենեի հուղարկավորության առավոտությունները մեկնարկել հուլիսի 4-ին շարունակվելով մինչև հուլիսի 9-ը այմար 5 օր ինչ են թաղելու ես չեմ հասկանում ոնց ասա լինում այդ արդեն երևի մեծ պատվիրակություններ են հրաժեշտի Լենինին ոնց է դրեցին հրապարակ եկան այդ մավզալեը այդ բանը կար չէ տենց անեկդոտ ասում այնքան շատ էին հյուրերը դագաղը երկու տեղ դրեցին ասում հիմա Ուղարկավորության շարքային մասնակիցների թիվը ըստ պաշտոնական Իրանի կարող է հասնել 35 միլիոնի
Ներևի բնակչությունն են հաշվում, բան են անում։ Հասմիկ Ղարաբանյանցը հետաքրքիր բան է գրել, եթե չեմ սխալվում, Տիկին Հասմիկը իրանահայ է, եթե չեմ սխալվում, ասում է հուղարկավորությունը ասել են լինելու է Իրաքում։ Տենց բան կա, ես չեմ լսել տենց բան։ Չգիտեմ, ես կան կարծում եմ տենց բան չկա։ Տիկին Չէ, Ղարաբանյանց խնդրում եմ մի փոքր ավելի մանրամասն, հա, այդ տեղեկատվությունը հետաքրքիր է, որտեղ մենք էլ քիչ առաջ լրատվականում տալիս էինք Իրաքի մասին, այնտեղ։ Okay։ Գտանք առաջ։ Ռուսաստանի, ուրեմն հուլիսի 1-ից վաղվանից բոլորին ավերաբերում, ովքեր մուտք են գործել Ռուսաստան, հատուկ application ռուսական դրեցին շրջանառության մեջ, որ պետք է 72 ժամ առաջ մուտքից առաջ ամբողջ ինֆորմացիա ներբեռնես այնտեղ, ստանաս այդ հաստատում QR կոդ, նոր կարողանաս մուտք գործել Ռուսաստան, եւ դա վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր մինչ այս պահը որևէ սահմանափակում չունեին, այսինքն տոմսը առնում էիր եւ գնում էիր։ Հիմա կարգը փոխվել է եւ վաղվանից այդպիսի կանոններ են գործելու, ինչը իապես ասում են բարդացնելու է եւ մյուս կողմից շատ ավելի շատ տեղեկատվություն է քաղելու տվյալ մարդու եւ մարդկանց մասին, ընդհուպ անգամ այսօր դոշ ձալիկն է նայում, ընդդիմադիրների ալիքն է, ասում է, որ այդպես նաև բացահայտելու են օրինակ Facebook-ում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց։ Պուտինի մասին վատ բան ես ասել տղա ջան, կամ մյուսի մասին վատ բան ես ասել։ Լայք ես արել հակառակորդին, արդեն բավական է։ Տենց մի բա, հա, այսինքն տոտալ վերահսկողություն է, մի հատ արի տեսանք։ Էդի Մարգոն ասեց, չէ, Մարգոն առաջարկեց, Մարգարիտ Անսիմոնյան։ Ասեց, պետք է նայենք, որ ասում ամեն մարդում չի գալու։ Այ մարդ, այս աստիճանի ոնց կարելի է։ Գիտեք ինչ, ես բանը այդ այնց է, էլի, երբ որ դու բան ես բռնակալ ես, այդ օղակները պնդասնում, էլ կանգնել չկա, պիտի այնքան պնդասնես, որ կամ ժողովուրդը խեղդվի, կամ դու տրաքես, որտեվ քեզից չեն կարող արդեն կանգնել, մի քիչ որ թուլացրի այդ օղակները, ամբողջը քանդվելու է։ Փաստորեն, հա։ Հիմա տեսեք, ես առաջ այդքան չէր, բայց հիմա Facebook-ում ինչքան Ռուսաստանի քաղաքացիա բողոքում Պուտինից, առաջ նման բան չկար։ Բայց այս բենզինի դժվարությունները տեսել եք այդ նկարները, ոնց է այրվում ամբողջ այդ բաները նավթամշակման գործարաններն ու պահեստներն ու բաները, հա։ Շատ դժվար վիճակում է հայտնվել։ Ինչտես խելքը օգտագործեցին, էլի Ուկրաինա, ես իսկապես էլի չեմ կարող չհիանալ այդ ժողովրդով։ Նախ ոնց կարողացան դիմակայել, չկոտրվել հոգեպես էլի, այդ նման, ախր ուժերի հարաբերությունը մանավանդ սկզբում շատ մեծ էր, Ռուսաստանը ուր, Ուկրաինան ուր իր բանով էլի, զորք ու զրահով, բայց կամաց, որ ուղղությամբ զարգանանք, ինչ անենք, փողերը ոնց օգտագործենք, այդ որ գալիս էր Եվրոպայից ու բանից։ Հիմա տեսեք իրենց պատրաստած դրոններով հասնում են մինչև խորքերը Ռուսաստանի, ինչ որ պետք է անում, վերադառնում են։ Ես ամբողջ պատմության մեջ խելքը անկասկած, բայց նաև միահամոռությունը անգամ նախկին ղեկավարների այդ իրար հետ գործելու կարողությունը հատկապես մեզ համար շատ նախանձային բնույթ ունի, էլի, որ բարդ իրավիճակում իրար հետ քաղաքական լուրջ տարաձայնություններ ունեցող ղեկավարները կարող են գործել միահամուռ եւ որոշակի այսպես մութ պահեն, մթնոլորտ պահեն, ինչը հասարակության համար եւս կարեւոր է։ Ես վստահ եմ, եթե մենք էլ օրհասական պահերին մեր նախին ղեկավարների կողմից տեսնեինք պետական աջակցություն միահամուռ ձևով քայլեր, այլ ոչ թե պառակտենք, գողնանք, գահանկեց անենք, հետ գանք, վրեժ լուծենք, էս անենք, այն անենք, ես վստահ եմ մենք էլ պատմական բոլորովին այլ իրավիճակում կհայտնվենք, բայց Ուկրաինայի հաջողության գաղտնիքը նաև այդ բանն է, որ այդքան կան գոնե քաղաքական առումով, որ դնում են մի կողմ հարցերը եւ միահամուռ են գործում։ Բրավո, իրոք, ես էլ եմ հիանում։ Դե որտեվ արդեն լինել չլինելու հարցեր, որ կործանվում էր, լրիվ գրավել էր ու բանն էր, կարողացան դիմակայել։ Դեռ վաղը սենց շատ դրական բաներով խոսել, որովհետև ֆրոնտում ամեն դեպքում վիճակը գուցե եւ Ռուսաստանի ներսում հարվածներ հասնա, այդ ֆրոնտում վիճակը հաստատ տենց դրական չի, ամենադեպս որ նայում ես ինչա կատարվում, դեռ չգիտեմ ոնց է լինելու հողի վրա էլի։ Էլ ավելի լավ է, քան առաջ էր, հա։ Դե որ Ռուսաստանը կերտ թվեր է օգտագործում, կերտ բաներ ասում, դրանում կասկած չկա։ Էս ենք արել, այն ենք արել, բայց բոլոր դեպքերում բանը փոխվեց, էլի մի տեսակ ընթացքը փոխվեց
Եվ հարցը ինչու՞մն է, որ Ռուսաստանը պատասխան չունի այս դրոնների այս բանին, էլի, այս տեսակ հարձակմանը պատասխան չեն կարողանում խոցել։ Հա։ Շատ են ու տարբեր ձևերով են, տարբեր բաներով են։ Կադրեր էին հրապարակվել, որ գործի են դրել ցարական ժամանակվա շոկեքարշը։ Տեսակ այդ կադրերը Մոսկվայում ածուխատանում, այն որ սենց պտտվում են ակերը, այդ բան ծուխով, բանով, դրանք են բերել ցարական ժամանակվա, Ռոմանովների ժամանակվա բաները, էդի կպցրել են ածուխի վագոններ են բան տանում բերում, այս վառելիքի ճգնաժամի ֆոնին ու Պեսկովն է մեկնաբանել, Կրեմլը ասում է բանակցություններ է վարում նավթամթերքի ներկրման շուրջ։ Այո, ներկրման շուրջ, մամուլի Ռուսաստանը ներկրում է վառելիք, էլի։ Վերջին անգամ 90-ականների այդ մութ ու ցուրտի ժամանակ է եղել, ժամանակավոր, հետո ինքն է մատակարարում դե Ռուսաստանի չափով ունի։ Դե որ երկրների հետ է բանակցությունները ընթանում, Պեսկովը չի հստակեցրել, բայց ըստ աղբյուրների Ադրբեջան, Ղազախստան այդ երկրների։ Եվ մի կարևոր բան էլ կա այստեղ, էլի, ռուս բնակչությունը, Ռուսաստանի ժողովուրդը մեկ էլ հասկացավ, թե պատերազմ ինչ է, որ գիշերը զարթնում է պայթյունի ձանից ու նայում է, որ քաղաքի մի մասը այրվում է, որ նոր հասկացավ, որ այ մարդ մի րոպե էլի, միգուցե պետք չի էս պատերազմը մեզ։ Չէ, բացի էդի, ասում է, մենք էլ էինք սենց անում, այդ մեր կողմն էլ է տենց գործում, այսինքն ուկրաինական աչքերով սկսեցին նայել։ Այդ մի բանա TV-ով էս նայում, թե ինչ հակատան, մեկ է որ ռումբը գլխի տանգնում, արդեն լրիվ փոխվում է ամեն ինչ, նույն ռումբը էլի։ Ես փրկությունը այդպես եմ տեսնում, որ ռուս ժողովուրդը ոտքի կանգնի, որ ասի հերիքա, բոլա, էլ մենք չենք դիմանում, այ մարդ, իշքան կա, ախր լավ չի իրենց կյանքը, որ ասես, գիտես, գոնե հա բաների մեջ են ապրում, բան, չէ, շատ դժվար կյանքով են ապրում ռուսները։ Ապրողը ապրում է, հա, իսկ շարքային ռամիկ ժողովուրդը էլի ինքը իր խնդիրներով, բանով հիմա այնտեղ Սիբիրի խորքերում բան, ինքը այնտեղ Դամբաս, Մամբաս, իրան 1000 տարի ոչ պետքա, ոչ մի խոսքով ոչ լսել, ոչ տեսել, բայց մյուս կողմից էլի վերադառնալով, այնա մեր հարազատները, մեր ազգուտակը, մեր մանկության, մեր ընտանիքի ամենամոտ անդամները ապրում են Նովոսիբիրսկի շրջանի, Չիստոազյորնի շրջանում, խոսում են քետները, Պուտին ու վсё։ Ու չիքն այդ ցավները տանեմ ասում եմ կյանքում այդ կողմերը եղել եք ասում եմ վերջին անգամ Նովոսիբիրսկից դուրս են եկել 25 տարի առաջ մի երկու օրով գնացել են միտեղ մանենեկի այդ մակարդակի են էլի ձեզ ինչ գնացել եք խառնում եք ամբողջ աշխարհը երկիրը տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր եք խեղել ձեր սիրելիով հանդերձ էլի սիրեք ձեր ներսում սիրեք թող ձեզ համար լավ լինի ինչի գնացել եք հարձակվել եք երկրի չէ Օմպրավ ու վերջ։ Դե գնայ մայ հազարատ Ռաֆայել, հազարատ Դերենի գնա բացատրի։ Որտեվ իրանք ոչ թե ճշմարտությունն են փնտրում, իրանք հավատքի հավաստիացումն են փնտրում, հասկանում եք։ Այդ եթե հիմա ինքը համաձայնվի, այդ նշանակում որ ինքը սաղ կյանքը սխալ ապրես, սխալ ապա, էլ հետ չեն գնալու իրանք։ Երեք անգլիացի բաներ մի հատ այդ հետախուզական այդ իրանց բաներից, ասում է Ռուսաստանը միայն օրը 30,000 բանակորցնում, մարդակորցնում։ Դու պատկերացնում եք այս տիպը ամեն ամիս 30,000 ռուս ազոհվում էս պատերազմի համար իսկ Պուտինը հանգիստ Կրեմլում նստածակ արդեն ոչինչ չի եղել Քենիայի այսօր ռեպորտաժ էի դիտում թողարկում միջազգային լրատվականի բարձվում է Քենիայից ներքին կարգով ինչ վարձկաններ են տալել ռուսները Քենիայի ոնց է այդ ամեն ինչը դուրս եկե ջրի երես մի շարք ծնողներ դուրս եկե ցույցի սևամորթ են հա Քենիացի սևամորթ տենց Երևանով չէ ֆրոնտից չեն իմանում Նայրոբիում Քենիայի մայրաքաղաքում հսկայական բազմահազարանոց ցույց ա եղել չվերադարձածների ծնողներն են դուրս եկե փողոց ու քանակը այնքան շատ է եղել ու բողոքում են զինվորականն է գնացել է տարել են Ռուսաստան գործին առաջարկի բան ու տենց է ջրի երես դուրս եկե որ պայմանագրային հավաքագրել են դե բացեբաց այնտեղ չէին ասի որ գնալու է կռվեք Ուկրաինա բան զինվորական պայմանագրային ծառայություն SSS-ը ու գներն էին գրած ամիսը $2700 ամիսը $2700-ով վերջացել է էլի կյանքները վերջացել այդ կենիացու համար գիտես ինչա պատկերացնում եմ հա բայց այդ բանը անեկդոտը հիշեցի որ ասեցի ուրեմն այս սառը պատերազմի տարիների անեկդոտա ուրեմն ամերիկացիները ուզում են սովետական միություն Ռուսաստան բան են ուղարկում լրտեսը ուղարկել այ մարդ որ լրտեսին գցում են բռնվում այս լրտեսը բան վերջապես մեկին սարքում են սենց սուպեր մի հատ լրտես էլի ամերիկայում պատրաստում են բան այդ որ ռուսական
գյուղական ակցենտով է խոսում, բան էս կողմենքում ու ինքնաթիռից գցում են ռուսական գյուղում մի հատ, որտեղ սկսիր աշխատանքը, այս գալիս է գյուղ, տեսնում է տատիկը ջուր է հանում ջրհորից էլի։ Բաբուշ ասում է, դայ նապիցը վազիչկի իրանց ամեն ինչով բանման, այս տատիկը հանում է ջուր, ասում է, նա պեյ շպիոնչիկ պեյ ասում, արեցիկ ասում, ասում է, ոտ մացար որ ես շպիոն եմ, ասում է, նու տիժը նեգր սինոք ասում է, սևապոր։ Սա հաշվարկել էին բացի դրանից։ Սա հաշվարկել էին բացի դրանից։ Okay, գնանք առաջ արգելիներս, գնանք առաջ։ Մի բան ներողություն, մի բան էլ գտա բանին, պարոն շպիոնների մասին։ Չէ, որպես Կարապետյանը, որպես նա ինչ է ասում, որպեսի կարողանամ ասում ակես կատակես լուրջ է դա էլի։ Չէ, ռուճի։ Որպեսի կարողանամ հրաժարվել քաղաքացիությունից, պետք է դատարանից բաց թողնի, ես գնամ դեսպանատները դիմում գրեմ, էդի ամենաուժեղն էր, այդ ամենաուժեղն։ Ինքը ուզում է նոտար, լիցենզիա գրել, հավաստի ասել, այս բան չկա, որ նոտարով բան, ես լոսի դեսպանատնից բան, լիազորագիր գրեցի, վավեր տվեցինք, ստեղ հարցեր կար լուծելու, լուծեցին, այս մարդը այստեղ միլիարդատեր ամենակարող եւ ամենաինչ հանկարծ չի կարողանում լիազորի որևէ մեկին լավ էլի վերջացրել։ Ախր սենց բաներ որ ասում է, այդ ասենք լավ անգրագետ բան է թողնենք մի կողմ չի, բայց սա խելքի պակասի նշան է, էլի ակնհայտ։ Հիմա իրան թվում է դեռ պիտի բոլորը ասեն, հա այ մարդ էս մարդը ուզում է զրկի քա, բայց չկարող։ Երվում է։ Ասում ես էլի, ինչ է, ձեն մի հանի։ Ինչքան մարդիկ կան, չէ որ չխոսան ամեն ինչ լավ կլինի իրանց համար։ Մինչ պարոն Կարապետյանի քաղաքական ասպարեզ հայտնվելը, ես միշտ կարծում եի, որ Փաշինյանը խոսում է եւ վնասում է իրեն, բայց հետո հասկացա, որ Սամվել Կարապետյանը անհամեմատ ավելի շատ է վնասում իրեն, երբ որ խոսում է մանավանդ իր տղեն, այն սեքսի նախարարը, բան այդ հիշում եք այդ։ Լավ ակոնը լրացին նրանք, հա հասկացա։ Չէ, նախարարությունը բացել են, գնացել է ղեկավարում, պաշտոնի է անցե։ Հա, հիմա շատ ամոթ էր ընկերներ, սա շատ ամոթ էր։ Էս մեկ էլ որ արվեստագետները խառնվում են քաղաքականությանը, եղբայր։ Ուրեմն այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ պապիկների ցեղասպանությունը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար։ Այս մասին ասել է ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։ Այսօր Նեթանյահուի կաբինետը որոշեց ճանաչել 15 թվականի հայոց ցեղասպանությունը, մի ցեղասպանություն, որը Հիտլերին մտածելու տեղիք տվեց, որ նա կարող է անել այնինչ արեց հրեաների հետ 30-40 թվականներին։ Այն փաստը, որ այս կառավարությունը, որն արդեն ցեղասպանություն է իրականացնում Գազայում եւ Լիբանանում, որոշեց ճանաչել իմ տատիկ պապիկների ցեղասպանությունը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող են անել մեր ժողովրդի համար, մեր պատմությունն ու մեր ցեղասպանությունը, մեր ցավը սեփական քաղաքական շահերի համար օգտագործելով։ Գրողը ձեզ տանի, ասել է պարոն Թանկյան։ Հիմա ասենք, գիտեք ինչ, ցեղասպանության ճանաչում ինչ է նշանակում։ Ցեղասպանությունը համամարտկային խնդրեմ է։ Այսինքն, երբ որ մեկին սպանում ես իր ազգության համար, ոչ թե որ քեզ տշնամի է, որտեղ խանգարում է։ Եվ սա պետքա պատժելի լինի աշխարհի բոլոր ծայրերում ցանկացած բաներում, հա։ Եվ սա պետքա ընդունել սրա դեմ պայքարել։ Հիմա եթե Իսրայելը այս բանը արել է, հա, դրա մեջ նեգատիվ բան ոչ կարելի է տեսնել, ես չեմ օգտագործում է իր բաների համար, հա, միգուցե։ Բայց ինչ անում է, ինչի անում, փաստա։ Հա, բայց դա ինձ ինչ է խանգարում։ Քանի կար գոռում ենք, ճանաչեն, հիմա ճանաչելա, մենք ասում ենք, ախ, ճանաչելա, որովհետև ուզում է օգտագործի եղբայր։ Իսկ մի հատ կարելի է իմանալ, այդ որ մի երկիրն է հենց այնպես ճանաչեց ցեղասպանությունը, հենց այնպես մեր սիրուն աչքերի համար։ Կամ ցանկացած մի ուրիշ որոշում, որ ընդունում է, պարշի որ պիտի բան ունենա։ Հիմա ձեր համար ո՞րն է էական, կարևորը ընդունելն է այդ։ Վերջ, հա։ Միակ բանը Թանկյանի, ասենք, համաձայնվել, բայց որ հələ չգիտենք վերջնական ուր պիտի գնա Քնեսետի ստորին պալատա բանկա։ Հա, իրանց ազգային ժողովը պիտի հաստատի դեռ։ Այդ էս էլ մի հատ, ինչպես ասում եմ, մի աղմուկ գցեցին տեսնելու համար ինչա կատարում շուշ բոլորը։ Հա, տեսնենք, այ խելքս բան չի կտրում ճանաչեն վերջնական, բայց տեսնենք լավ։
Ոնց ինչու եւ ինչպես։ Այստեղ կարող է հիմա բայց այսինքն ես չգիտեմ, Թուրքիան ինչու է սրանից բան լինում, ես չգիտեմ, այսինքն ամբողջ լոբիստական գաղափարախոսություն պրոբլեմներ է առաջացնում։ Կամ հիմա սա արեցին, որ տեսնեն ինչ ռեակցիա է տալու Էրդողանը, որը ստայնում կամ անցկացնեն կամ չանցկացնեն օրենքը, ես չգիտեմ։ Ես կարող եմ ուզում են հрьяաները խանգարեն Հարավային Կովկասի կայունությանը, բան խառնեն իրար, որովհետև մի տեսակ խաղաղությունը որոշ ուժերին չի ձեռ տալի, չէ՞, այնտեղ հարցեր կան, բաներ կան, ճանապարհների անցման, վերահսկման հարցեր կան։ Բարդ է, ընկերներ, բարդ։ Լավ, մինչև գովազդը մի թեթև բան ու գնանք գովազդային դաթարի, այմար, պատկերացնում եք Գանձակի պանիրը լորի։ Մենակ Հայաստանում կարա Գանձակի պանիր լորի լինի, հա, այդ կարևոր չի։ Կասեցվել են, հա։ Չէ, լորի չի։ Պարզվելա լորի չի։ Պարզվելա լորի չի։ Հա, մի խոսքով սննդամթերքի պետական տեսության մարմինները Գանձակի, ուրեմն Պանրուի բանում բնակավայրում իրականացված ստուգման արդյունքում պարզել են, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերի սահմանված անվտանգային նորմերի կոպտագույն խախտմամբ լորի պանիր։ Զգուշ եղեք, հարգելի բարեկամներ։ Ես այս առիթից օգտվելով ուզում եմ դիմել Հայաստանի բոլոր պանրագործներին եւ այստեղի էլ եթե պանրագործներ կան։ Ես շատ սիրում եմ մեր հայկական պանիրը։ Ասենք այտենց բան հոլանդական, շվեյցարական էլ եմ, բայց հիմնական այսօր պանիր ասում եմ, իմ արյունով բանով եկել է, այս սպիտակ մեր այդ պանիրներն եմ սիրում։ Բայց մի արեք այդքան աղի, ես ձեզ խնդրում եմ։ Ուտել հնարավոր չի շատ հաճախ։ Ուտել հնարավոր չի։ Հետաքրքիր է, այդտեղ իգիթ կա, իգիթ հայկական ապրանքանիշի լորի է, բայց իգիթ ֆիրմայի բանի արտադրանքի։ Մի օր հարցրեք, օրինակ մենք այս երկար ժամանակ այդ առնում ենք, իրոք շատ լավն է հայկական լորի պանիր, սպիտակ համով իգիթի բանի ֆիրմայի արտադրություն։ Աղը շատ չի։ Դե մեր համար չէ։ Չէ, ես են ծաղակեր չեմ, չէ, ինքը բավականին հենց հարմար է։ Երբեմն շատ հետևեք դրան, էլի բոլորս գիտենք արդեն, բոլորս որ աղը ինչքան վնաս է, էլի բոլորս գիտենք։ Հնարավորինս բան եղեք այդ իմաստով, էլի։ Զգոն եւ ուշին։ Սիրում ենք, ուտում ենք, բայց գնանք գովազդային դաթարի, հարգելի բարեկամներ, հեռու չգնաք, ասենք մեր գործընկերներին շնորհակալություն, որ մեր կողքին են եւ իրական են դարձնում մեր եթերները ու վերադառնանք հաղորդման երկրորդ հատված։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Եվ ասում ենք ողջույն բոլորին, ովքեր միացան մեզ, ուղիղ եթերը շարունակվում է, շնորհակալություն մեր գործընկերներին, որ մեզ հետ են մեր կողքին, սա դեմ դիմացն է, հունիսի վերջին օրով հանդիպեցինք, ձեզ ասելու բարի օր, օրը 3 շաբթի, այնպես որ դեռ մի ամբողջ աշխատանքային շաբաթ առջևում է, բարի օր բոլորին, Տերենիկ, օգտվեք Երևանյան, Հայաստանյան բարեբեր ծիրանը, այն ամենա քաղցրությամբ եւ համով ու հոտով, որը չկա մեզ մոտ։ Նկարած ծիրանները կան, բայց այս հայաստանյանը կմնա անգերազանցելի, չգիտեմ, ջուրն է, հողն է, ինչն է։ Ես ուրեմն 3 մի հատ բան տեսա, 5 րոպեանոց տեսա հոլովակ էր, ուրեմն մի հատ մարդ շատ հաճելի անձնավորություն, ուրեմն այգում էր տեղի ունենում բանը, շարել էր, այդ մրգերը շարել էր, ուրեմն ծիրան, գիլաս, եսի մի քանի բաներ, ու սենց շատ ուրեմն ասում է, այսա գնում է բան, Էմիրատներ ասում է, գնում արդեն օրինակն է բերել, գիլասը գնում արդ, այնքան լավ զգացին չեք պատ, ինչքան արագ, ես հիմա չեմ ուզում ժամանակից առաջ անցնել կամ ոգևորվել, հա, բայց այդ զուտ փաստերը մարդիկ սկսեցին աշխատել եւ ուրախ են, ոգևորված են իրենք էլ, ասում այ որ այդ բաները կան, ասում է կապերը կան։ Ինչ մի օր բառեր օգտագործում, այդ որ ով որ առնում ծախում է, այսինքն իրենք աճեցնողն են։ Ասում է մեզ համար այնքան հեշտ է, ասում է։ Հա, գալիս են օրինակներ նայում են, այսքան ես ենք ուզում, այսքան են։ Մնացած ասում է իրանք են անում։ Մենք մենակ ժամանակին իրենց հասցնենք բան եւ
ցույց տվեց, ել ասում է ձերքով ենք ընտրում, հատիկ ասում է, այս բաները, որ ես իմ ուր ա գնում, տուփերն էլ շատ սիրուն, գեղեցիկ ամեն ինչ, հա։ Մեկ էլ մտածում ես, այո, իսկ ինչու՞ չէ, ինչու ամբողջ աշխարհը իրար հետ կարող է առևտուրան, իսկ մենք չենք կարող, ինչու են մեզ այդպես մեծացնել, որ առանց Ռուսաստանի մենք ոչինչ չենք կարող անել։ Կարող ենք, շատ լավ բան ենք, սիրելիներ, ժամանակ էլ գիտակցության հարց է, պիտի արթնանա մեջ այդ գիտակցությունը։ Համեմատությունը, որ նայում ես, այն մարդիկ, ովքեր այդ ավելի երիտասարդ, ավելի ճկուն, օտար լեզու իմացող բան, իրանք այդ լոգիստիկ հարցերը լուծեցին, գտան եւ տանում են ու բլոգ անում։ Իսկ օրինակ լրագրողները գնում են ցույց են տալիս բան, գյուղացի մարդը ճիշտ է, ֆերմերը աճացնում այրի, փառք ու պատիվ չենք մնում, բայց լեզու չգիտի, երևում է, որ ինքը չի այդ լեվելի չի, ինքը մնում է կոտրած տաշտակի առաջ ու ինքը չի կարողանում իրացնել։ Դրա համար ինչ պիտի մարդ աշխատի իր վրա ժամանակի հրամայականին յետևի կարողանա համապատասխանի այս չափորոշիչներին ոնց որ Միացյալ Նահանգներում ամենահարգված ցանկացած առևտրի բանում սելզմեններն են այն մարդը որ կարողանում է ապրանք վաճառել որտեղ դու չես կարող եւ լավ ծիրան աճացնող լինել եւ լավ ծիրան ծախող լինել տարբեր բաներ են սրանք հա դա լրիվ այլ մասնագիտություն է եւ երկուսն էլ շահում են այդ համագործակցություն ու քո գործն է անում են մարդիկ եկնել է փող աշխատում դու էլ բոլորը գոհ ու երջանիկ են վերջացավ Եվ կարծում ես թեմայի մեջ է տրամաբանության մեջ է որ այսօր վարչապետը ընդունել է Եվրոմիության անդամ պետությունների բոլոր դեսպաններին Իհարկե ամբողջ էությունը չի քննարկվում ինչ են ասել, բայց ամենայն հավանականությամբ հենց այս լոգիստիկ հարցերն է, ապրանքի, որ ինչով կարող աջակցեն, որ իրանց կառավարություններին զեկուցեն, մյուսը, ինչը հրապարակված է, որ ընդգծվել է Եվրոպական միության պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը եւ անդամ պետություններին ընտրությունների առիթով հնչեցրած գնահատականների համար։ Վարչապետը ընդգծել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացները եւ բարեփոխումների օրակարգը առաջ մղվում են Եվրոպական միության աջակցության հետ միասին եւ դա կարեւոր հայեցակարգ է։ Հանդիպան ընթացքում քննարկվել են Հայաստան Եվրոմիություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, մտքեր են փոխանակվել բարեփոխումների օրակարգին, տնտեսության, իրավունքի գերակայության եւ մի շարք այլ հարցերի շուրջ եւս։ Այո, դե Եվրոպական միության այս պարագայում քայլը ապրանքի հետ կապված եւ այլն շատ էական է, որովհետեւ ակնհայտ է, որ այս փուլում այն ծավալներով, որ մենք արտահանում էինք, այդ ծավալների այլընտրանք հիմա չունենք, բայց շատ հավանական է, որ այս բարդ քրիտիկական իրավիճակում այն սևակի խոսքներ, որ եւ այնտեղ է լոկ սխրանքը սկսվում, որ վերջանում է ամեն մի հնար, հիմա այս ճանապարհները փակել են խեղդվում է տնտեսությունը քանդվում է տուժում է այս իրավիճակում է որ լուծում է գտնում մեկը մի րոպե Սինգապուր կարանք տանենք Դուբայ կարանք տանենք չգիտեմ Ավստրիա կարանք տանենք մի քանի օր առաջ Դուբայում էի ասացի մենք իհարկե առաջի անգամը չի որ տեսնում ենք հայկական մթերքներ շուկայում բայց պահածոներ ջրեր հայկական բան նայում ես լավ ես գում քեզ որ քո երկրի արտադրանքը մուրաբա լինի, չգիտեմ, լոլի։ Բացի այդ, գիտես ինչ է, Ռաֆայել, այն կարծրատիպը կործանվեց, որ մենք պիտի ջերմուկ ու էսի մենակ ինչ որ բան։ Պարզվում է մենք շատ բաներ կարող ենք վաճառել, շատ բաներ։ Եվ ամենասովորական, պետք չի որ ամենալավը լինի, պետք չի որ էսի ինչ լինի։ Եթե ինքը որակը լավ է, ամեն ինչ տեղը ինչու չպիտի ուտեն մեր գելասը, ասենք, կամ ցանկացած այլ մի բան։ Գիտեք ինչ, այս տեսակ մի բան կա այդ կենթանիներին, որ վարժեցնում են վայրի կենթանիներին, ասենք առույց էսի ինչ, հա։ Եթե մի անգամ այդ առույցը կամ վագրը հարցակվեց բանի վրա, այդ վարժեցնողի վրա կամ որևէ մեկի վրա, այդ կենթանին արդեն պետքա վերանա։ Որովհետև այդ կենթանիները ենթարկվում են կարծելով, որ դու իրանցից շատ ավելի ուժեղ ես։ Բայց մի անգամ նրանք որ հասկանում են, չէ ինքը ավելի ուժեղ է, էլ արդեն իրեն չես կարող կառավարել։ Հիմա նույնն էլ այս առևտրի հարցում է։ Մենք մինչև այդ կարծում ենք այմարդ մենք ով ենք ինչ-որ արտասահմաններ, բաներ ուղարկենք, բանից, ծով աշխարհում մենք մի կաթիլ ենք եւ այլն։ Հետո մեկ էլ տեսնես որ մի րոպե, եղբայր, դու էլ քո մի կաթիլը կարող ես վաճառել, հասկանում ես, ընդամենը այդքան բան, Այո, պետք է գիգանտ պետք չի դրա համար լինել։ Ու այս պատմության մեջ սխեմա է պետք ճիշտ։ Մի հոգի էլի էս մեր փրկիչներից, այս այլընտրանքներից, այս մի հոգի մեկը այս ժողովրդի կողը ձերբրոներ ասել, այս իմ կապերը ունեմ, փողերը ունեմ, բան ունեմ, արի ես մի ճանապարհն էլ ես օգնեմ, չէ՞։ Պատկերացնես ինչ այդ լավագույն գովազդը այդ կլինի չեն հասկանում սրանք։
լավագույն ժողովրդի աչք մտնելու քայլը կլինի այդ ուղիները փնտրելը եւ այդ հարցերին լուծումներ տալը, ոչ թե փողոցը փակենք, մոստը փակենք։ 30,000 ադրբեջանցի ա գալու ասես։ 300,000, 300,000։ Բայց շատ ախմախ թիվ է, էլի։ 300,000 աշխատատեղ ենք ստեղծում, 300,000 բան։ Եմր ասա մի թիվ գիտեն։ Ես գիտեք ինչն եմ պատկերացնում, որ sense նստել են սեղանի շուրջ այդ մտքի գիգանտները, հիմա ոնց անենք, մեկ ասենք որ 300,000։ Ծխելով ասա 300,000։ Տենց ասելա 30,000, ինչ 30,000, արա 300,000։ Թվերս կրակում։ Տենց հա, հաստատ, հա։ Այն Վալկիրիա կինո կա, է Տոմ Կրուզը որ խաղում է Հիտլերի տեսարանը, որ սենց մռայլ սենյակ են մտնում, բան այ տենց միջավայրում է այդ հարցերը քննվում, այդ չմտածեն են լուսավոր սիրուն, բան չէ, սենց հավաքվում են այդ բաներով իրար հենդ ախպեր ասեն 300,000, այսօր ձայնագրությունը հրապարակած լսեցիք, կոմեդի է, լրիվ երգիծական ժանրից է։ Ես ասում եմ տաշո ենք հաղթեն, հեսա գանք, այսպես մի հատ մակարդակ, այ մար դուք չեք ամաչում եղբայրներ, արա դուք չեք ամաչում, այս ինչ մակարդակի մեջ եք։ Ընդհանրապես, եթե դու հարում ես մի քաղաքական ուժի, ընդհակառակ այդ քաղաքական ուժի հասցեին հնչեցրած ու գնահատականները այնքան վեհ պիտի լինեն, այնքան առաքինի պիտի լինեն, ոչ թե նսեմացներ։ Այո, չասեցիր վեհ առաքինի։ Իրանց ուր այդքան բան։ Մի հատ խելքի մոտիկ բան չեմ լսել իրանցից, լուրջ եմ ասում։ Այդ մի կողմ դնենք ընդդիմադիրին։ Մի հատ գաղափար այդ երկրի բանի հետ կապված, որ ասես, գիտեք ինչ այմար, լավ այդ մնացածը, բայց այս մի բանը խելքի մոտիկ է։ Չկա որտեղ, չունեն, ի վիճակի չեն այդ մարդիկ։ Այդ մարդիկ միայն իրենց մասին են մտածում։ Միայն իրենց անձնական, իրենց բարեկամական ու դուք տեսել եք պարոն Թրամփը ինչ նվեր է ստացել Աստվածին։ Այն ինքնաթիռը թե ուրիշ բան էլ ասա։ Այ մարդ ինչ ինքնաթիռ ինչ բան։ Ապա Հանրահայտ Անտվերպենի համաշխարհային ադամանդի կենտրոնը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին նվերել է 321 բնական ադամանդով ոսկյա մատանի ի պատիվ Միացյալ Նահանգների, բայց որ մատանին տեսնեք կընկնեք այմար անկախության 250-ամյակին Մելանի ջանը սաղ լինի հիմա այդ մատանին պատրաստված է ոսկուց եւ զարդարված է ասեցինք հա ուրեմն Միացյալ Նահանգները սերունդներ շարունակ մեր հիմնական առևտրի գործընկերն է Անտվերպենում վաճառված բնական ադամանդների մեծ մասը ի վերջո հայտնվում է ամերիկացի գնորդների մոտ մենք ցանկանում ենք որ այս մատանին դառնա մեր սերտ տնտեսական հարաբերությունների խորհրդանիշը Նրանք հատկապես ընդգծել են, որ մատանին պատրաստելիս օգտագործել են միայն բնական ադամանդներ։ Բնական եւ արհեստական ադամանդները անձեն աչքով հնարավոր չէ տարբերել, սակայն դրանց ծագումը, եզակիությունը, արժեքը եւ կարգավիճակը որակապես տարբեր են ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։ Ոնց են գտել, չէ, թույլ տեղը Պարոն Թրամփի ոնց ասիրում ոսկի որը բայց սենց ակնհայտորեն այ բայց ինքնաթիռ մի հատ բրիլյանտը քեզ ինքնաթիռը քեզ այդ կոռուպցիա չի բայց բաբա ինչ մեզ մոտ շամպանսկի նվիրեցին շիշ տարան խաղմաս ըհը այստեղ ինքնաթիռ բրիլյանտի մատանին է բայց էս ալինում քիչ դառնում է սովորական եւ չի ասում Միացյալ Նահանգներին 250-ամյակի կապակցությամբ հենց Դոնալդ Թրամփին անձնական Այդ ճիշտ է որ ինքնաթիռը նվիրեց գրադարանին որ պաշտոնաթող լինի կանա թռնի Այո ֆանտաստիկ մի բան չնվիրեցին մեզ աստվածին մի հատ այս 8 տարի խոսում ենք 250-ամյակի կապակցությամբ ուրեմն ասեց բանը որ Թրամփը 250 հոգու պարդոնա տալու ներումա շնորհելու արա ասում եմ ինչեւ 5.5 միլիոնա ծախում ամեն մի պարդոնը ներումա Այն չի չէ որ կա Դու գիտես ոնց է իրան չեն էլ հարցնում այդ իրանքը իրավունք ունի իր կամքով ներում շնորհելու վերջ պարդոնա տալիս համաներում Ինչքան հանցագործկա հիմա դուրս կգա Իսկապես բայց դիմատանին տեսնեք էլի մի հատ միզլացե այ գունավոր են բաները քարերը ոնց Google անեմ ցույց տամ ժողովրդին մի րոպե հեսա ցույց տամ ինչ գրեմ Trump բան ring հա ring from ինչ
Ոնց որ ժամացույց լինի այ մարդ 321 ադամանտ կատակ եք անում Okay. Դա միջ այդ ես ասեմ որ Թրամփը բարեկամ տեսար հա հեսա ցույց տամ մեր ռադիոլսողներին ցույց տամ յա էս լուրջ է շատ լուրջ Դե ոնց է ձեզ ռադիոլսողը Ես էլ եմ ուզում այդ մատանից Պատկասում ես sense դենեմ հատից գնամ գործի էլի առավ հայերը ճկուտին են դնում այս մատանին sense Ավտո ես քշում տենց երևում այլի մատի մի ծանոթ ունեմ որ sense Ամերիկա եկավ տուրիստական վիզա են ստացել մի երկու շաբաթ եկավ Ամերիկա բան արդեն օքեյով աստե խոսում բան եկել էր մեկը sense հսկայական այս sense որ շներին ման են տալի տենց շղթա է ոսկու բան Դե երկու շաբաթ այդ ինչ արեց ընդ ոչ ոք չգիտի 15 տարի ապրում ենք շղթայի երես չենք տեսել բայց կապ չունի Տաչուներ հա Վերջը այտենց բան եղավ բան մեկը մի քիչ քամի եղավ դուրսը մեկը տանք այդ շղթան սենց է լինում այդ քամու տակ փուչ Այսինքն փուչ է ոչ թե ինքը տենց ծանր սենց շղթան այն փչած բաներն էլ որ երևի ամբողջը մի 4-5 գրամ ազդև լինի բայց դա սենց որ հով է լինում սենց գցում ես անշարժ թվում է Չէ բայց Թրամփին այդպեսին չի հավատացել Չէ Թրամփը կներեք հիմա Թրամփին համեմատել էս ամեն ինչ այդ հնարավոր չէ Դե ինչ բոլորիդ մաղթում ենք տենց նվերներ բարեկամներ ասենք երկու ադամանտ դեսկոմ ոչինչ բայց դե գոնե իմանաս նվեր է ստացել Դե ինչ, այստեղ բազմակետ դնենք շարունակելու ակնկալիքով, ձեզ ասենք ցեցություն։ Այո, հանդիպենք վաղը չորեքշաբթի սիրելիներ, լավ եղեք։ Լավ եղեք, ձեզ էլ հաջողություն։ Դե ինչ, հարգելի բարեկամներ, այսքանը այսօրվա համար, շնորհակալություն բոլորին ուշադրության համար, այո, ասեցինք, խոսացինք, փորձեցինք ներկայացնել լրահոսը իր ամբողջ ներկապնակով։ Իդեպ հուլիս ամիսը լրահոսի առումով բավականին սակավ է լինելու, բայց մենք փորձենք պահպանել ամենահետաքրքիր հատվածները անկախ ամեն ինչից։ Ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս, որովհետև մենք հանդիպում ենք AM/PM երաժշտական Վիկտորինայի շրջանակներում մոտավորապես 45 րոպեից։ Մեր երաժշտասեր հասարակությունը զինվի լսողությամբ եւ զանգարի եթեր կռահելու այս կամ այն երգերը, որոնք մենք կընտրենք, իսկ այս պահին ասում եմ C տեսություն հանդիպելու ակնկալիքով եւ երախտագիտության խոսք մեր բոլոր գործընկերներին, առանց որոնց հնարավոր չէ ոչ եթերը, ոչ հաղորդումը, ոչ աշխատանքը, շնորհակալ ենք մեր գլխավոր գործընկերոջը, հաղորդման գլխավոր հովանավորն է Sevan Meat Market-ը եւ Sevan Meat and Fish Market-ը։ Տևական ժամանակ մեր կողքին, իմ կողքին, ինչու՞ չէ նաեւ ձեր կողքին, որտեղ 25 տարի շարունակ Sevan Meat Market-ը որակի չափանիշ է։ Ամբողջ համայնքը գիտի, եթե մսամթերքի մասին ենք խոսում, որտեղից է կարել Sevan-ից։ Վերջ։ Այս արդեն չափանիշ է դարձել Sevan Meat Market 1315 East Colorado Street 1037 East Broadway Sevan Meat and Fish Market։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Հաղորդման վստահելի համեղ գործընկերն է Vivaldi Catering ծառայությունը, որը հատուկ մեր հաղորդման լսարանի համար անակնկալներ ունի։ Պատվիրեք Vivaldi Catering-ի այս կամ այն ուրեմն մենյուից, հա, համեղ խորտիկներ, ասեք, որ լսել եք ռադիոյով, ասեք Ռաֆայելի անունից եւ ստացեք մրգի ասորտին բոլորովին անվճար Vivaldi Catering ամառային անակնկալը մեր ռադիոլսողներին 707 771 7771 Շնորհակալ ենք նաև Level Restaurant եւ Lounge-ին, մեր լավ գործընկերոջը, որ մեր կողքին է, Level Restaurant, հրաշալի վայր, լավ ժամանցի, գործնական հանդիպումների, ինչու՞ չէ լանչի համար, հարուստ մենյու, հայկական տեսականի, լիքը խորտիկներ, համեղ ուտեստներ, hookah lounge, ալկոհոլի տեսականի, բիլիարդ եւ ոչ միայն աշխատում ենք մինչեւ ուշ գիշեր, Level Restaurant, համեցեք։ Հաղորդման վստահելի գործընկերն է Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակը իր հմուտ թիմով, ով պաշտպանում է ձեր իրավունքները, ունեք լիսարած կամ բայարած մեքենա 21 թվականի գուցե ավելի նոր, մեքենա խնդիրներ է տալիս, հոգնել եք դիլերշիփ այցելելուց եւ խնդիրներին լուծումներ տալուց, վստահեք մեր պրոֆեսիոնալներին, ովքեր կպաշտպանեն ձեր իրավունքները Lemon Law Boulevard անվճար խորհրդատվության համար զանգարեք 818 319 31 94
Հատուկ շնորհակալություն մեր լավ գործընկերոջը LA Smart Blinds-ին 1808 Victory Boulevard հասեում գործող LA Smart Blinds-ը իր հսկայական տեսականիով մեր համայնքին մատուցում է ծառայություններ, վարակույրներ, Roman Shades, Patio-ի բլայնդներ, զիբրաներ, մեծ պահանջարկ վայելող փրկոլա փաթիոների տեղադրում, անվճար խորհրդատվության եւ ամենահարմար գների համար զանգահարեք LA Smart Blinds 818 281 81 36 Եվ վերջում շնորհակալություն իհարկե փաստաբան Լեոնիդ Մուշեղյանին, ով ուշադրություն է հրավիրում քարեխոհանոցային սեղանների countertop ոլորտում աշխատողներին։ Եթե դուք ես բնակավարում եք, հնարավոր է շնչում եք այդ թունավոր փոշին եւ վտանգում եք ձեր առողջությունը, դուք իրավասու եք անվճար առողջական ստուգման եւ ֆինանսական փոխհատուցման։ Զանգահարեք անվճար եւ գաղտնի խորհրդատվության համար Լեոնիդ Մուշեղյանին 424 272 0000 Այսքանը այս պահին եւս մեկ անգամ հիշեցնեմ, հանդիպում ենք AM/PM երաժշտական Վիկտորինայի շրջանակներում մոտավորապես 45 րոպեից։